Բարև, ճակերտներում այսօր տիկին Նարինե Զարիֆյանն է։ Նարինե Զարիֆյան, կոմպոզիտոր, ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը և նույն բաժնի ասպիրանտուրան, ուսանել է Էդուարդ Բաղդասարյանի, Ավետ Տերտերյանի, Ղազարոս Սարյանի դասարաններում, աշխատել է Հալեպի Բարսեղ Կանաչյանի անվան քոլեջում, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, ստեղծել է Զարիֆյան քառյակը։ Գործիքավորել և մշակել է Ռուբեն Հախվերդյանի 5 ձայնասկավառակ։ Նրա ստեղծագործությունները կատարել են Սոնա Շագելձյանը, Արևիկ անսամբլը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կադանս անսամբլը։ Բազմաթիվ գիտական հոդվածների, կոնցերտների, սոնատների, դաշնամուրային պիեսների, վոկալ սիմֆոնիկ բալադների, ջազային երգերի, բալետի և փոփ օպերայի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները կատարվել են Ռուսաստանում, Շվեյցարիայում, Չինաստանում, Անգլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Խորհրդային Միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կանայք երաժշտությունում միջազգային ասոցիացիայի անդամ է, Armenian Music Awards-ի մրցանակակիր։ Ինչպես սկսվեց օրը։ Սկսվեց ինչպես միշտ, առավոտյան վաղ չեմ արթնանում, որովհետև մինչ ուշ երեկո աշխատում եմ, իմ ստեղծագործական էներգիան ավելի արտահայտվում է ուշ երեկոյան եւ առավոտյան երբ արթնանում եմ եւ ըմբում եմ իմ մի գավաթ սուրճը, անդրադառնում եմ այն աշխատանքներին, որոնք կատարել եմ երեկոյան։ Եվ ինչ տպավորություն։ Դե եթե տպավորությունը լավն է, ուրեմն տրամադրությունս լավն է լինում եւ այդպես սովորաբար այդպես է լինում։ Սովորաբար լավ է լինում տպավորությունը, թե ինչ եմ արել լինում։ Այդպիսի պահեր նույնպես լինում են, բայց հիմնականում լավ է լինում տրամադրությունս եւ օրը այդպես լավ շարունակվում է։ Լավ շարունակում եք դեպի աշխատանք, դեպի ձայնագրություն, դեպի դասավանդում եմ կոնսերվատորիայում, դեպի ուսանողներ։ Անպայման պետք է ինձ թվում է տրամադրությունս լավ լինի։ Իսկ խոհանոցը։ Խոհանոցն էլ իհարկե, խոհանոցն էլ Ձեր տրամադրության տակ է խոհանոցը, թե շերեփը հանձնել եք արդեն։ Ոչ, չեմ հանձնել։ Չեք հանձնել։ Եվ չեք հանձնելու։ Չէ, միգուցե կհանձնեմ։ Ես չեմ սիրում պայքարել խոհանոցում։ Ինքնակամ։ Իհարկե, կհանձնեմ։ Հենց թեկնածու եղավ, սիրով կհանձնեք շերեփը։ Այո, կհանձնեմ եւ կողքից կաջակցեմ իհարկե։ Ես սիրում եմ խոհանոց, այնպես չի որ չեմ սիրում։ Ինչ նախասիրություն կա այս խոհանոցների մեջ, արևելյան, հայկական կամ եվրոպական։ Սիրում եմ եւ արևելյան խոհանոցը, մեր հայկական խոհանոցն եմ շատ սիրում։ Եվրոպական այնքան չեմ սիրում։ Հայկական խոհանոցը։ Օրինակ, հա։ Դե մեր ավանդական տոլման եմ շատ սիրում։ Ձեր տոլման, մեր տոլման, բանջարեղենով, մրգերով, չրերով, շատ համեղ է։ Հրաշալի։ Իսկ գրականության բնագավառում ինչ նախասիրություններ կան։ Գրականությունը շատ կարևոր է, որտեվ անընդհատ անդրադառնում ես գրականությանը, որտեվ երբ գրում եմ որևէ ստեղծագործություն, անպայման փնտրում եմ իմ հեղինակին, եթե ինչ-որ մոնումենտալ ստեղծագործություն է, եթե ավելի փոքր ստեղծագործություն է, նույնպես իմ հեղինակին, որը իմն է։ Բայց այսօր կուզենայի նշել մի հեղինակի, դա Գրիգոր Նարեկացին է իր Մատյան ողբերգության։ Այդ գիրքը շատ եմ սիրում, անընդհատ թերթում եմ այդ գիրքը եւ գտնում եմ, որ նա այսօր էլ արդեական է, որովհետեւ Գրիգոր Նարեկացու մտքերը, որ նա այնտեղ ի հայտ է բերում, գլխավոր ֆիգուրան բերելով մարդը, իր պրպտումներով, իր մեղքերով, իր խնդրանքներով դիմելով Աստծուն, որը որ շատ հմուտ գրված է աղոթքի ձևով, շատ հետաքրքիր է եւ մարդը այնտեղ բարձրացնում է, այսինքն Գրիգոր Նարեկացին բարձրացնում է այնպիսի հարցեր, որը որ վերաբերում է սոցիալական անհավասարությանը, ֆեոդալական կարգերի դեմ պայքարին եւ ամենագլխավորը մարդու պայքարը, մարդու երկու ես է, որոնք պայքարում են իր մեջ։ Եվ պետք է նշեմ նաեւ, որ Պարուշ Սևակը նա գրել է, որ Գրիգոր Նարեկացին այն մարդկանցից մեկն է եզակի, որը որ շատ լավ գիտեր մարդկային բնությունը, մարդկային հոգին եւ այդ պատճառով նրան կարելի է կոչել մարդագետ։ Հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։
Ես շատ հայասեր եմ եւ հայը իմ համար դա այնպիսի ազգ է, որը օժտված է ամեն ինչով, տաղանդով, առաջի հերթին, նա շատ համբերատար է, ստեղծող է, պայքարող է, շատ կարող եմ, նոտագրել շատ կարող եմ տալ մեր հայ ազգին, սիրում եմ մեր հայ ազգը, իր լավ եւ վատ կողմերով։ Վատ կողմ չունի հայ ազգը։ Չունենք, չէ՞, չունենք, չէ։ Ոչ մի վատ կողմ։ Որ ֆիլմն եք շատ սիրում։ Ֆիլմեր շատ եմ սիրում, դիտում եմ շատ, բայց ուզում եմ անդրադառնալ Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմին, շատ եմ սիրում այդ ֆիլմը եւ ամեն անգամ ապրիլ 24-ին, երբ ցուցադրում են այդ ֆիլմը, միշտ նույն ազդեցությունն եմ ապրում, չնայած անգիր գիտեմ այդ ֆիլմը։ Zakarian Agop, Zakarian Araxi, Adna et Gayané Bouloutian. Zakarian Azad, fils d'Agop et Araxi Zakarian. Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ոչ չեմ եղել, բայց փապակում եմ շատ լինել Արևմտյան Հայաստանում, որովհետև իմ երկու մեծ մայրերը եւ հայրական կողմից եւ մայրական այնտեղից են եկել։ Որտեղից կոնկրետ։ Մի մեծ մայրս եղել է Էրզրումից, մյուսը Անիից։ Եվ նրանք այնքան շատ են ինձ պատմել, ես ուղղակի փոքր ժամանակ հրապուրվում էի այդ ամենով եւ նրանք նույնիսկ ասում են, եթե բախտ վիճակվի մենք գնանք, մենք անպայման քեզ մեր տունը ցույց կտանք, մենք հիշում ենք որտեղ ենք բնակվում, մեր բակը, մեր տունը, անընդհատ այդ հիշողությունը իրենց մեջ էր։ Նրանք փապակում էին տեսնել, ցավոք ոչ մեկը տեսա, ոչ էլ մյուսը, ես նպատակ ունեմ անպայման գնալու, անպայման։ Երևանում ինչ սիրելի հատված, անկյուն կա ձեզ համար։ Ես սիրում եմ կենտրոնը, փոքր կենտրոնը, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ փոքր կենտրոնում, ինչպես իմ տունն է, ես այդպես եմ ինձ զգում փոքր կենտրոնում եւ ամեն ինչը ինձ մոտ է, ես սիրում եմ փոքր քաղաքներ, մեր Երևանը փոքր քաղաք է, շատ եմ սիրում փոքր քաղաքներ, ամեն ինչ ոնց որ ձեռքի տակ է, կոնսերվատորիա գնում եմ այդպես զբոսնելով մի 10 րոպեվա ընթացքում հասնում եմ, կողքը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճն է, մյուս կոմպոզիտորների միությունը կողքը, ամեն ինչ կողքս է, սիրում եմ այդպիսի փոքր քաղաքներ։ Իսկ այլ քաղաք, որտեղ կարող եք ապրել։ Ապրել եմ, ցանկանում եք։ Չեմ ցանկանում ոչ միտեղ ապրել, որովհետև ապրել եմ 5 տարի դրսում ապրել եմ։ Որտեղ։ Սիրիայում եմ ապրել, որ հիմա ռմբակոծում եմ։ Հալեպում թե Դամասկոսում։ Այո, չէ, Հալեպում եմ ապրել, այո։ Հալեպում եմ ապրել եւ գիտեք ինչ, շատ դժվարությամբ եմ ապրել այնտեղ, որովհետեւ անընդհատ ուզում եի վերադառնալ հայրենիք եւ դա անպագորգոր խոսքեր չեն, ընդհանրապես ես շատ եմ գրում երաժշտություն, անընդհատ երաժշտության մեջ եմ, բայց կարող եմ ձեզ ասել, որ Սիրիայում ընդամենը 2 ստեղծագործություն եմ գրել, մանկական 2 խմբերք եմ գրել, այլևս ոչինչ։ Եվ որ նշում են, որ ստեղծագործող մարդը պետք է սնվի իր հողից եւ ջրից, դա իրապես այդպես է։ Այո։ Իսկ ինչ խմիչք եք նախընտրում։ Ընդհանրապես խմիչք չեմ սիրում, բայց երբեմն կոնյակ։ Չէ՞ որ խմիչքը նաեւ ոգեշնչում է։ Ոչ, ես չեմ ոգեշնչվում խմիչքով, ոչ։ Խանգարում է։ Չի խանգարում, կարող է միգուցե հաճելի է այդ պահին, բայց ինձ չի ոգեշնչում խմիչքը երբեք։ Իսկ խնջույքների, հանդիսությունների հաճույքով եք մասնակցում։ Մեծ հանդիսությունների չեմ սիրում մասնակցել, որովհետև աղմուկը շատ է, ես անընդհատ երաժշտության մեջ եմ, ինձ դժվար է կրկնակի աղմուկը տանել։ Կոչումներին ինչպես եք վերաբերվում։ Վատ չեմ վերաբերվում, բայց կոչումները պետք է լինեն ժամանակին, գնահատվի արվեստագետը։ Գիտեք, վերջերս մեր հյուրերից մեկը ասաց, որ 60 տարեկանից ներքև ոչ մեկին կոչում պետք չէ տալ։ Ինչու՞։
Տենց, թող ժամանակը անցնի, այս ժամանակը գա 60 տարեկանում, նոր հասկանանք, պետք է կոչում տալ, թե ոչ։ Ոչ, ես համամիտ չեմ, որովհետև կարող է շատ տաղանդաշատ երիտասարդ լինի, որ արժանի է այդ կոչմանը, որը ներկայացնում է իր ստեղծագործությունները կամ իր կատարողական արվեստը կամ իր գրված փառահեղ մի ստեղծագործություն աշխարհով մեկ եւ արժանի իհարկե։ Այսինքն տարիքային սահմանափակում պետք չէ դնել։ Ոչ, իհարկե, ոչ։ Շատ լավ։ Իսկ ձեր ստեղծագործական գործունեության ամենավճռորոշ փուլը ո՞րն է եղել։ 2000 թվականին Հայաստանում շատ լավ նախագիծ կար, որը կոչվում էր Հայաստանի շունչը, այնտեղ ընդգրկված էին շատ չէ, երևի մի 3-4 կոմպոզիտոր, որի ստեղծագործություններով մենք որոնց ստեղծագործություններով, նաև իմ ստեղծագործություններով հանդես եկանք։ Եվ նախաձեռնողը անգլիացի էր, հաշվապահ, որի անունը Ռոյ Դոջ էր, նա շատ էր ուզում, որ հայկական երաժշտությունը զարգանա եւ ամեն ինչ անում էր դրա համար եւ պատվիրեց մի շարք ստեղծագործություններ ինձ նաեւ Միտումը ո՞րն էր, հաշվապահը պատվիրում Դե ասում եմ, նա շատ էր սիրում երաժշտություն, շատ էր սիրում եւ ուներ իր նախընտրած ժանրերը։ Նա շատ էր սիրում սիմֆոպոպուլյար ժանրը, այսինքն ավելի մատչելի եւ ավելի իրեն մոտ։ Նա դա էր սիրում։ Եվ պատվիրեց ինձ մի շարք ստեղծագործությունները, մոտավորապես 7 ստեղծագործություն պատվիրեց եւ ես գրեցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համար, երգչախմբի համար, այնտեղ նաեւ օգտագործեցի ժողգործիկների մեծ կազմ, նաեւ օգտագործեցի Պարային Ստեփ խումբ կար, որը որ համադրեցի սիմֆոնիկ նվագախմբի հետ, լրիվ սինթեզված երաժշտություն էր, շատ մնաց գեղանկարչությունն էլ միանար։ Չկար։ Գեղանկարչություն պետք չէր տվյալ պահին, բայց սինթեզեցի շատ պոեզիա չեմ սիրում երաժշտության մեջ, այս տիպի երաժշտության մեջ չեմ սիրում, ոչ, այս տիպի ինստրումենտալ, բայց իհարկե եթե վոկալ սիմֆոնիկ գործեր են անպայման լավ պոետիկ տեքստ։ Եվ շունչը ուր հասավ, այս Հայաստանի շունչը։ Մեծ հաջողության հասավ, մի քանի անգամ կրկնվեց, մեծ հաջողությունով կրկնվեց նաև մի քանի ուրիշ երկրներում, Լիբանանում եւ եթե չեմ սխալվում, էլի ինչ որ Սիրիայում ոնց որ կրկնվեց արդեն այդ նախաձեռնությունը։ Եվ ինչն էր ամենահետաքրքիրը, որ մենք առաջիններից էինք, որ սինթեզեցինք սիմֆոնիկ նվագախումբը ժողգործիկների հետ, էլեկտրոն գործիքների հետ, երգչախմբի հետ, ոչ թե կլասիկ երգչախմբի հետ, այլ բեք վոկալ այդ տիպի երգչախմբի հետ, բեք վոկալային երգչախմբի հետ ու բավականին հետաքրքիր ստացվեց։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք, կարծես որպես սահուն շարունակություն, դուք մի առիթով ասել եք, որ այսօր շատ ճակերտավոր ստեղծագործողներ, ում մտքում ինչ երաժշտություն անցնում է, իրենց արդեն համարում են կոմպոզիտոր։ Այո։ Իսկ էլ ինչպես պետք է կոմպոզիտոր համարվել։ Մտքով երաժշտություն է անցնում, նա գրում է եւ ուրեմն կոմպոզիտոր է։ Բայց ինքը պետք է կարողանա գրել, նա ընդհանրապես գրելու ունակություն չունի, նոտա գրելու ունակություն։ Նա կարող է սուլել։ Այո, իսկ սուլողը չի կարող կոչվել կոմպոզիտոր։ Կոմպոզիտորը այդ 5, 6, 7, 8 գիտությունների հավաքածու է, որ նա պետք է տիրապետի այդ գիտություններին, որ նոր կարողանա կոչվել կոմպոզիտոր։ Իսկ մեղեդիները իրանք այնքան մեղեդիներ կան, հիմա կարող ենք որսալ յուրաքանչյուրս մեղեդի եւ կարող ենք սուլել այդ մեղեդին։ Իսկ եթե այդ սուլոցը շատ լավ մեղեդի է եւ նաեւ ընդունվում է։ Դե ինքը կարող է լինել երգահան, բայց ոչ թե հավաքնի տարբերություն կա երգահանի եւ շատ մեծ տարբերություն, իհարկե, շատ մեծ տարբերություն է։ Երգահանը դա այն ստեղծագործող մարդն է, որը որ ինչպես ես ասացի, ստեղծում է մեղեդի, միայն մեղեդի։ Իսկ կոմպոզիտորը այդ մեղեդին հարմոնիզացնում է, կառուցում է ստեղծագործությունը, գործիքավորում է եւ տալիս է իրեն տեսք, գեղարվեստական տեսք։ Հրաշալի առիթ է այժմ ձեզ հետ ճշտելու։ Ռուբեն Հախվերդյանը երգահան է, թե կոմպոզիտոր։
Ինքը իրեն երբեք կոմպոզիտոր չի համարել։ Իսկ դուք ինչ եք համարում, դուք։ Նայեք, Ռուբեն Հաղվերդյանը ինքը երգահան է, բայց ինքը այնքան գեղեցիկ հարմոնիկ մտածողություն ունի, որ նա արդեն երբ ես իր հետ աշխատում եմ, նա արդեն իր հարմոնիկ լեզուն, որը որ բնորոշ է միայն ինձ, նա ինձ տալիս է այդ հարմոնիկ լեզուն։ Նա երգի կառուցվածքն էլ է տալիս։ Ինձ բնում է միայն գործիքավորել եւ նոր շունչ տալ հին իր երգերին։ Իսկ այն պահին, երբ ինքը սուլում է, Ինքը դուք ինչ եք անում։ Երբ որ սուլում է, ես իրան ասում եմ՝ մի սուլի, ես այդ ամենը կարող եմ դաշնամուրով քեզ նվագել։ Շատ լավ բարձաբանում էր։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Դե հեղափոխությունները անհրաժեշտ են եւ մենք հիմա հեղափոխությունների շրջանում ենք ապրում ցավոք եւ պետք է ասել, որ ասացված կա, որ շատ մեղք է այն մարդը, որ ապրում է հեղափոխությունների շրջանում։ Ես չեմ սիրում հեղափոխական այդ վիճակները, չեմ սիրում։ Գերադասում եմ, որ ամեն ինչը բարեկիրթ վիճակով ավարտվի, մարդիկ հասկանան։ Բայց հիշեք, Բիթլզները որ եկան, ինչ հեղափոխություններ, ինչպես բոլորին լռեցրեցին իրենց երաժշտությամբ, սսկացրեցին։ Երաժշտական հեղափոխությունը, հա։ Այդ լավ է։ Իհարկե լավ է։ Ինչու՞ բոլորը սարսափում էին, օրինակ ձեր ծնողները երբ լսում էին, թե դուք ինչ եք լսում, նրանք ասում էին՝ Տեր Աստված, այս ինչ ժամանակներ են, այս ինչ է կատարվում, այս ինչ երաժշտություն է հնչում։ Շատ լավ երաժշտություններ, ծնողներս էլ շատ սիրում էին այդ ձեր ծնողները, իսկ իմ ծնողները այդպես չէին մտածում, մտածում էին, որ դա աղմուկ է։ Երբևէ մեկ այլ մասնագիտության մասին երազել եք։ Գիտեք ինչպես, երիտասարդ ժամանակ այո երազել եմ, որովհետև Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում երբ ես սովորում էի դաշնամուրային բաժնում, ես արդեն ծնողներիս ասել էի, որ ես այլևս երաժշտությամբ չեմ գնալու, ավարտվում եմ երաժշտական կարիերան եւ ես ընտրում եմ ուրիշ մասնագիտություն։ Ինչ հետաքրքիր է, ուսումնարանում սովորելիս արդեն խոսում եք երաժշտական կարիերայի մասին։ Այո։ Դուք այն երեխաներից եք, որ 3 տարեկանից սկսեցին։ Այո, 6 տարեկանից։ 6 տարեկանից։ 6 տարեկանից, արդեն այդ կարիերան սկսվում է 6 տարեկան 6 տարեկանից սկսվել էր, վերջ, ես չեմ շարունակելու։ Չեմ շարունակելու եւ հայտարարեցի։ Հա, ծնողներիս հայտարարեցի, որ չեմ շարունակելու, ընտրում եմ ուրիշ մասնագիտություն։ Ինչ մասնագիտություն։ Ինչի մասին եք երազում։ Ես ուզում եի դիզայներ դառնալ, հագուստների դիզայներ։ Բայց այդ ժամանակ շատ ինչ որ ընդունված բան չէ, չէ՞, մենք չգիտենք, նույնիսկ ամսագիր չկար ձեռի տակ։ Կային ամսագիր կային, հա, այդ ոք ամսագիրներ, հա, բուրդա։ Եվ պետք է դառնայիք հագուստի։ Դուր էր գալի դիզայներ, հագուստների դիզայներ, եւ այդ ժամանակ Էդվարդ Բագդասարյան կոմպոզիտորը հավաքում էր ստեղծագործող երեխաներ, որոնք ունեն այդ հակումը ստեղծագործելու, եւ ընկերուհիս ասաց, որ միգուցե գնանք, թող քեզ էլ լսի։ Ես ինձ անհավատորեն գնացի, նվագեցի, եւ մյուս օրը պետք է գնայի պատասխանի հետևից եւ չգնացի։ Բայց Էդվարդ Իվանիչը նա ընկերուհուս ասել էր, որ անպայման են աղջկանք ասես, որ գա։ Ես ուրախ գնացի եւ սկսվեց իմ աշխատանքը, ստեղծագործական աշխատանքը որպես կոմպոզիտոր, ավարտեցի Ռոմանոս Մելիքյանը որպես կոմպոզիտոր եւ ընդունվեցի միանգամից կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին։ Դա այլ աշխարհ է, ես հավաստիացնում եմ, որ ձեզ կատարողական արվեստը իհարկե շատ կարևոր է, բայց ինձ համար ստեղծագործությունը եւ ստեղծագործական ներաշխարհը դա լրիվ ուրիշ է։ Մի գաղտնիք էլ բացահայտեք, հա, այսօր։ Որը ձեզ որպես կոմպոզիտորի որ գործիքն է շատ հոգեհարազատ։ Դաշնամուրը։ Իրոք։ Որտեվ լիարժեք տիրապետում եմ այդ գործիքին։ Բայց սիրում եմ գրել օրկեստրի համար հիմնականում եւ չեմ սիրում դաշնամուրի օրկեստրում։ Դաշնամուրը պետք է հատուկ օգտագործել։ Առանձին։ Չէ, եթե դա ես սիրում եմ դաշնամուրը, գիտեք ինչ ձևով, եթե նա մենակատար է, եթե նա մենակատար է եւ օրկեստրը նրան նվագակցում է, բայց դաշնամուրը որպես օրկեստրային գույն ես չեմ սիրում ճիշտն ասած օրկեստրի մեջ եւ չեմ գրում։ Իսկ թավջութակի հետ ինչպես եք։ Շատ լավ, շատ լավ։ Իհարկե։
Շատ եմ օգտագործում։ Օգտագործում եք։ Բոլոր գործիքները օգտագործում եմ Իսկ գալարափողը անպայման։ անպայման։ Իհարկե։ Այդ ես իմ փոքրիկ թուլությունները ասացի, այս գործիքների նկատմամբ։ Պաղանձյա փողային խումբը լրիվ, փայտյա փողային խումբը լրիվ, հարվածային խումբը լրիվ եւ բոլոր գործիքների համար ես բացի օրկեստրային ստեղծագործություններից հատուկ գրում եմ իրենց համար առանձին գործեր։ Մենակատարի եւ կամերային նվագախմբի համար, կամ մենակատարի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ունեմ շատ գործեր։ Մեր քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի կյանքը ձեզ համար օրինակելի է։ Այո։ Ո՞վ է։ Դա Մոնտե Մելքոնյանն է, որը որ 13 տարեկանում նոր հասկացավ իր պատկանելությունը հայ ազգին եւ սկսեց սերտել հայ պատմությունը, սովորել հայոց լեզուն եւ հայրենիքի առաջի կանչով նա առաջի շարքերում էր գտնվում եւ շատ-շատերին ծառայեց իր օրինակը հայրենասիրության իր օրինակով։ Եվ ես շատ ոգեշնչվեցի Մոնտեի կերպարով եւ ստեղծեցի մի ստեղծագործություն վոկալ սիմֆոնիկ, որը նվիրեցի Մոնտեին, դա մենակատարի արական երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար էր, որը մեծ հաջողությամբ կատարվեց օպերայի եւ բալետի պետական թատրոնում Մոնտեին նվիրված համերգին։ Իսկ կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ շատ գերում է։ Իհարկե կա։ Շատ կտավներ եմ ես հավանում, բայց այսօր կանրադառնամ Անրի Մատիսի կտավներին, հատկապես պար կտավին կանրադառնամ, որովհետև ես ականատես եմ եղել Էրմիտաժում, տեսել եմ այդ կտավը եւ ինչ դերին զարմացրել եւ ապշեցրել կտավի մեծությունը, որը մեծ պատեր զբաղեցնում Էրմիտաժան, շատ մեծ պատեր զբաղեցնում։ Ինչ եք ասում, իսկ ինձ թվում է, որ նա փոքր մի Ոչ, հսկա հսկա պատեր զբաղեցնում Էրմիտաժան, մի հսկա պատը եւ այնքան այդ նկարի մեջ դա բնօրինակներ։ Իհարկե բնօրինակներ, որովհետեւ Ստյուկինն էր պատվիրել կոլեկցիոներ, մոսկովյան կոլեկցիոները պատվիրել էր Մատիսին, որ նա նկարի իր առանձնատան համար այդ նկարը եւ հետո երբ սկսվեց ռևոլյուցիան, այդ բոլոր նկարները մնացին սովետական միությունում, այսինքն Էրմիտաժի կոլեկցիայում մնացին եւ այդ առումով այդ նկարը հիմա Էրմիտաժում է եւ ապշեցնում է իր դինամիկայով, ապշեցնում է իր էքսպրեսիայով, ընդամենը 3 գույն է օգտագործել այդ ֆիգուրները 5 ֆիգուր, որ ձեռքի բռնած են, այդ 5 ֆիգուրները պուրպուր sense վարդագույն են մոտենում է կարմիր գույնին, կանաչ գույն հատակ եւ կապույտ գույն երկինք եւ սլացող պար, որը գնում է դեպի տեզերք։ Ինչ լավ է, չէ՞, որ տասնամյակներ առաջ մեծահարուստները նման գործեր էին պատվիրում։ Ես մտովի այնքան շնորհակալություն եմ հայտնել Այո, որ այդ նկարները մնացել են մեր պատմության։ Դրանից էլ եմ ոգեշնչվել։ Այդ նկարից էլ եմ ոգեշնչվել եւ ստեղծել եմ իմ տանգո էքսպրեսը ստեղծագործությունը, որը շատ տենց լավ բախտ ունեցավ, ոնց որ ասում են, գրեթե ամբողջ աշխարհում կատարվել է, 3 միջազգային փառատոների է մասնակցել, ձայնագրվել է Abbey Road ստուդիայում, այնտեղ որ Beatles-ներն են ձայնագրվել։ Կրկին եկանք Beatles-ները, ինչ լավ է։ Այո։ Իսկ կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Ինձ թվում է, որ ոչ։ Ես հայտնվել եմ ճիշտ ժամանակին։ Ես դեմ չեմ, որ դուք ճիշտ ժամանակում չեք, բայց գոնե հարևանցի, բարեկամաբար ինչ-որ միտեղ մի հատ տեսնել ինչ է կատարվում։ Լյուդովիկի շրջանում կուզում եմ։ Որ Լյուդովիկի արևարքայի, հա, այն որ գլխավոր ամեն ինչը սկսվեց իրենից, հա։ Այո։ Եվ իհարկե հետաքրքիր էր ապրել այդ շրջանում, երբ դուք երևի բալետ կգրեիք Լյուդովիկոսի համար։ Հաստատ կգրեի, բալետ կամ օպերա կգրեի, եւ այդ շքեղ հանդիսավոր հանդերձանքներով էլ նրանք խաղային այդ բալետը կամ օպերան։ Շատ հետաքրքիր կլիներ։ Իսկ դուք չէիք ցանկանում։ Բայց ես կհոշոտեի։ Ոչինչ։ Կասեն կինը իրավունք չունի գրել երաժշտություն։ Փոխարենը մենք այսօր կարող էինք ասել, որ Լյուդովիկոսի պալատում հայ կոմպոզիտոր կին է ստեղծագործել։ Լավ կլիներ։ Տեսեք։ Իսկ պատմական ինչ իրադարձություն է ձեզ ցնցել։
Գիտեք ինչ, ինձ ցնցել է մեր ազատագրական շարժումը 90-ական թվականների, որովհետև նման շարժում մենք միայն ֆիլմերում էինք տեսնում, եւ ես չէի պատկերացնում, որ հայ ժողովուրդը կարող է այդպես միավորվել եւ մի իդեայի հետևից այդպես գնալ։ Այդ սուրբ միավորում է, որը որ տարավ դեպի հաղթանակ։ Շատ ազդեցիկ էր։ Կա մանկության մի դրվագ, որը անջնջելի է առ այսօր։ Մանկության մի դրվագ։ Ես հիշում եմ առաջին ելույթը։ Ապա Բեմի վրա։ որտեղ։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում։ Դա այն շենքն է, որը հիմա կա, թե ուրիշ է։ Այո, այդ շենքն է։ Հենց այդ շենքն է, իմ առաջի ելույթը, ինչպես էր իմ ընտանիքը պատրաստում այդ ելույթին, ինչ խանդավառություն էր բոլորի մոտ։ Եվ հիշում եմ, որ ամեն մի այդ առաջին ելույթը շատ լավ անցավ, շատ վառ անցավ եւ ամեն մի ելույթից հետո հայրս իմ ձեռքս բռնում էր եւ Սայաթ-Նովա դպրոցի դեմ դիմաց գտնվում էր խաղալիքի խանութ։ Հիշում եք։ Այո, հիշեցի։ Հա, այդ խաղալիքի խանութը հայրս տանում էր ինձ եւ ամենագեղեցիկ տիկնիկներ գնում։ Թե թույլ էր տալիս, որ դուք ընտրեք։ Ոչ։ Ոչ, նա հավելյալ գումար էր տալիս։ Գերմանական տիկնիկներ ձեռք բերելու համար։ Ես մի կոլեկցիա ունեի տան այդ տիկնիկների։ Ինչ եղան։ Ում տվեցիք։ Դե բաժանեցի ընթացքում։ Կամաց բաժանեցի, բայց շատ ազդեցիկ էր, հիշում եմ, որ ամեն մի քննությունից հետո, ամեն մի լավ ելույթից հետո իմ տիկնիկը գերմանական ինձ հետ էր։ Մեր տոնացույցում ձեր ամենասիրելի տոնը որն է։ Շատ եմ սիրում ամանորը։ Իմ ամենասիրելի տոնն է ամանորը, մանկուց է գալի։ Նորից մանկուց է գալիս։ Անընդհատ մարդ է գալիս, առանց պայմանավորվելու, առանց ժամ հարցնելու, դրա ինչ սիրելու բան կա։ Լավն է, բարի է, շատ բարի է, շատ գեղեցիկ է։ Շարունակ պետք է ինչ-որ բան տաքացնել, հետո սառեցնել, հետո համալրել։ Ոչինչ կդիմանանք մի կերպ, ընդամենը մի 10 օր է տևում։ Մի 10 օր։ Այո։ Մի ամբողջ 10 օր միայն սառեցնել, տաքացնել։ Իսկ մարդկային շփումը մնում է տակը։ մնում է, այո։ Չէ, հետո ասում են, վայ, ոչ մի բան մի արա, մենք նոր Վարսիկի մոտ էինք, շատ կուշտ դուրս ենք եկել։ Չէ, մնում է շփումը, մարդկային շփումը մնում է։ Դուք եք գնում, թե սիրում եք, որ գալիս են։ Չէ, սիրում եմ, որ գալիս են։ Դուք չեք սիրում, որ գնաք։ Չէ։ Սիրում եք, որ գնաք։ Սիրում եմ, որ գալիս են։ Քեզ գիշերին։ Դե Քեզ գիշերից հետո։ Չէ, հիմա զանգով են գալիս, տեն չի որ քեզ գիշերին գալիս։ Զանգով են։ Իհարկե, զանգով, քաղաքակիրթ։ Այո։ Կարող ես մեզ ընդունել, թե ոչ։ Ուզում ես։ Ուզում ես հա մեզ ընդունել։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայաստանին հանգստություն է պակասում։ Ես ուզում եմ, որ Հայաստանը մի քիչ հանգստանա այդ նյարդային վիճակներից, այդ սոցիալական վիճակներից եւ սկսեն ապրել հանգիստ, ստեղծագործեն, արարեն, միայն դա եմ ցանկանում Հայաստանին։ Շատ դժվար հարցի ենք եկել։ Երաժշտական որ ստեղծագործությունը դուք կարող եք անընդմեջ լսել։ Ընդհանրապես ես ամբողջ օրը երաժշտության մեջ եմ։ Ձեր երաժշտության։ Հիմա ունեմ նախընտրած շատ ստեղծագործություններ, ունեմ նախընտրած շատ ստեղծագործություններ, բայց կա մի ստեղծագործություն, որ ամբողջ կյանքում ինձ հետ այդպես է ստացվել, չեմ կարող բացատրել ինչու, բայց այդպես ստացվել է դա Բախի լավ տեմպերացված կլավիրի երկրորդ հատորի ֆա մինոր պրելյուդիա եւ ֆուգան, անընդհատ ինձ հետ է, անընդհատ։ Եթե իմ մոտ լինում է այդպես, չէ, ստեղծագործական ինչ-որ պաուզա է լինում, եւ ինձ պետք է ինչ-որ լիցքեր։ Մի անգամից նվագում եմ այդ պրելյուդիա ֆուգան, ու ամեն ինչ բացվում է, մի անգամից։ ինչ լավ շրջապատ ունեք։ Շատ հրաշալի։ Ինչից եք վախենում։ Դեռ որ ասում առանց տանպես ոչ մի բանի չեմ վախենում, միայն ցանկանում եմ, որ երբեք պատերազմ չլինի ու բոլոր իմ մտերիմները, հարազատ ինձ մարդիկ լինեն առողջ։ Միայն դա է մտավախությունը, ուրիշ մտավախություն չունեմ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շակերտներում այսօր Տիկին Նայենե Զարիֆյանն էր։
Բարի գիշեր, կհանդիպենք։